Բարև ձեզ։ Գիտեք, երբեմն ամենամեծ հրաշքները թաքնված են լինում ամենապարզ իրերի մեջ։ Այսօր մենք միասին կբացահայտենք մի շատ հետաքրքիր ուղեցույց, որը նախատեսված է երկրորդ դասարանցիների համար։ Թեման՝ ինչպես սովորական թղթից ստեղծել իսկական քաղաքական դաշնամուր։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչպես է դա արվում։ Պատկերացրեք, ուղեցույցը սկսվում է հենց այս խոստումով. Բարի գալուստ, սիրելի երեխաներ, այսօր մենք միասին կպատրաստենք մի քաղաքական բան։ Սա ուղղակի հրաշալի է, չէ՞։ Այսինքն մեզ միանգամից ասում են, մենք ոչ թե պարզապես մի բան ենք սարքելու, այլ մասնակցելու ենք իսկական մոգության։ Դե ինչ, մեր առաջին բաժինը հենց այդպես էլ կոչվում է մի քաղաքական բան։ Ամեն ինչ սկսվում է հենց այս խոստումից, որ սա ուղղակի ձեռքի աշխատանք չէ, այլ մի ամբողջ ճամփորդություն է, որտեղ ընթացքը նույնքան կարևոր է, որքան արդյունքը։ Լավ, իսկ ինչ է մեզ պետք այս սարկածի համար։ Եվ այսպես, բաժին երկրորդ։ Ինչ է մեզ պետք։ Հիմա երևի մտածում եք, քաղաքական ստեղծելու համար երևի պետք են ինչ-որ բարդ գործիքներ, հատուկ նյութեր, բայց ոչ։ Պարզվում է, որ մոգությունը շատ ավելի պարզ բաներ է սիրում։ Իմ ահա թե ինչ է մեզ պետք։ Ուշադրություն։ Սովորական սպիտակ թուղթ։ Մի քիչ էլ սև թուղթ, կամ եթե չկա ուղղակի սև մատիտ։ Մկրատ, սոսինձ ու գծիչ։ Վերջ։ Այո, հենց այս ամենապարզ բաներով մենք հիմա հրաշք ենք գործելու։ Իսկապես զարմանալի է, չէ՞։ Լավ, ամեն ինչ հավաքել ենք, ուրեմն գնացինք, սկսում ենք ստեղծագործել։ Բաժին երրորդ, ստեղների պատրաստումը։ Սա արդեն բուն գործընթացն է, որտեղ ամեն ինչ կտոր սկսում է իր տեղն ընկնել։ Ուրեմն առաջին քայլը վերցնում ենք սպիտակ թուղթն ու գծիչը։ Պետք է գծենք երկար ուղղանկյուններ։ Այսպես, 1, 2, 3։ Հետո զգուշորեն կտրում ենք դրանք։ Ահա եւ վերջ։ Մեր սպիտակ ստեղները, այսինքն դաշնամուրի հենց հիմքը, պատրաստ են։ Շատ լավ, սպիտակները պատրաստ են։ Բայց, մի րոպե։ Ինչ դաշնամուր առանց սև ստեղների, հա։ Դե իհարկե, հիմա հերթը հասել է դրանց։ Սև ստեղների հարցն էլ է շատ հեշտ լուծվում։ Վերցնում ենք սև թուղթը ու կտրում ենք ավելի փոքրիկ, կարճ ուղղանկյուններ։ Հիմա ամենակարևորը, դրանք պետք է տեղադրվեն սպիտակ ստեղների վերևի մասում։ Ուղեցույցը հենց դա է մեծ հուշում։ Եվ հասանք ամենահուզիչ պահին։ Բոլոր մասնիկները պատրաստ են, եւ սպիտակները, եւ սվերը։ Ժամանակն է դրանք իրար միացնելու։ Բաժին 4. Դաշնամուրի հավաքումը։ Այստեղ է, որ կախարդանքը տեղի է ունենալու։ Ուրեմն, ինչպես ենք անում։ Տեսեք։ Նախ սպիտակ ստեղները շարում ենք կողք կողքի։ Կպատկերացնեք, հիմքը դրված է։ Հետո զգուշորեն 1-1 վերցնում ենք սև ստեղներն ու սոսնձում իրենց ճիշտ տեղերում։ Ու վերջ։ Մնում է ուղղակի նայել, թե ոնց է մեր աչքի առաջ այս ամենը վերածվում իսկական դաշնամուրի։ Պատրաստ է։ Այ քեզ բան, սովորական թղթից ու սոսնձից, ահա այսպիսի գեղեցկություն։ Սա ուղղակի ավարտը չէ։ Սա, գիտեք, մի փոքրիկ հաղթանակի զգացում է։ Լավ, սարքեցինք։ Շատ գեղեցիկ է, բայց եկեք անկեղծ լինենք։ Սա ձայն չի հանում, չէ։ Աբա ինչի համար էր այս ամենը։ Հենց այստեղ է, որ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բաժին 5. Վերջնական հնչյուն։ Լսեք այս միտքը, որով ավարտվում է ուղեցույցը։ Թեպետ այն իրական ձայն չունի, բայց կարող ենք այն օգտագործել խաղալու, սովորելու կամ գեղեցիկ աշխատանքի համար։ Հասկանում եք, ամբողջ իմաստն այն չէ, որ երաժշտություն լսենք, այլ որ մեր երևակայությունը սկսի երաժշտություն ստեղծել։ Այսպիսով այս փոքրիկ նախագիծը մեզ մի շատ կարևոր հարց է տալիս։ Իսկ մենք մեր ձեռքի տակ եղած ամենապարզ բաներով ինչ քաղաքական կարող ենք ստեղծել։ Սա ստիս հիանալի հիշեցում է, որ իրական մոգությունը ոչ թե թանկարժեք իրերի մեջ է, այլ մեր սեփական երևակայության, որը փառք Աստծո սահմաններ չունի։